Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ղազարյան, եկեք սկսենք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը նախ առաջին բանը, ինչին անդրադարձավ, օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերն էին եւ ասաց, որ օգոստոսի 8-յան փաստաթղթերով ըստ էության Հայաստանը ստացել է 0։ Համեմատության համար նաև նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այդ իմաստով հրաշք էր Հայաստանի համար, մեծ ձեռքբերում էր։ Նախ ընդհանուր առմամբ օգոստոսի 8-ի փաստաթուղթը մենք գիտենք, որ ընդդիմադիր բոլոր շրջանակների կողմից է, այսպես ասած, թիրախավորվել, ամեն կերպ դա փորձել են նսեմացնել եւ ասել, որ դա Հայաստանին ոչինչ չի տալու, դա 0 օգտակար գործողության գործակից է իրենց ենթադրում։ Իրականում ինչ է իրենց ենթադրում օգոստոսի 8-յան փաստաթղթերը եւ ինչու է դրա հետ կռիվ տալիս նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Եկեք սկզբից սկսենք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, տեսեք, ես այսօր չեմ էլ հասցրել հետևել ասուլիսին, թե ինչ թեզեր են շրջանառվում ասուլիսի ընթացքում, բայց ես առանձնապես նոր ակնկալիքներ չունեմ։ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսները հիմնականում նվիրված են Ռուսաստանի Դաշնությանը փաստաբանություն անելու եւ իր հավատարմությունը եւս մեկ անգամ հաստատելու, փորձելու հնարավորինս այն ամեն լավագույնը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, հնարավորինս նսեմացնելու, այդ արդյունքում իրեն բարձրացնելու որպես այնպիսի լավ դիվանագետ, որի ժամանակ այս է եղել, այն է եղել, բայց փաստերը լրիվ այլ բանի մասին են խոսում, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, թե ինչպես էր նաև ժամանակին մեղրի փոխանակման մասին խոսացել եւ դիվանագիտություն այսպես արածած տարել այդ ասպարեզում եւ այլն, այնպես որ նոր բան սпасել, որ ինչ որ նոր բան կասի կամ ինչ է տարբերությունը օգոստոսի 8-ի փաստաթուղթը ինչով է տարբեր եւ իրենց համար ոչ ընդունելի, որովհետեւ այն չի ստորագրվել Ռուսաստանի Դաշնությունում եւ բնականաբար են բոլոր ուժերը, որոնք որ ուղղորդվում են նաեւ այդ կողմից եւ այսպես այդ տեսակետից իրենք այդ ուժն են ներկայացնում եւ այդտեղից են ուղղորդվում, բնականաբար ամեն բան ինչը որ այն կողմից չի գալիս, հետեւաբար պետքա իրենց կարծես շրջաբերական միջեցված լինի եւ իրենք բոլորը սկսում են դա բան անել, նսեմացնել։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրումից հետո 2 օր շարունակ մամուլում ոչ մի խոսակցություն չկար, կարծես պարալիզացվել էր ամբողջ ընդդիմությունը, ինչի համար, որովհետեւ միջև էդ էլ ասում էին մենք չգիտենք ինչա գրած, համաձայնագրի մեջ ինչ կետեր կան, քանիցս հրավիրվել էր արտաքին գործերի նախարարության կողմից, առաջարկվել էր գնային ծանոթանային, ոչ մեկ չէր ծանոթանում։ Հետո երբ որ հրապարակվեց եւ մարդիկ բոլորը իրենք տեսան թե ինչ կետեր են ներառված, չէին կարողանում խոսել ունակությունն էին կորցրել, 2 օր կարծես իրար իմի եկան, սկսեցին տեսնեն որտեղից կարողանան այս փաստաթուղթը նսեմացնել։ Սա է ամբողջ իրենց տրամաբանությունը։ Իսկ պատահական էր, որ ինչպես հրապարակ թերթներ գրել Ռոբերտ Քոչարյանը ճակերտավոր ասած աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, այնտեղ հանդիպում է ունեցել Կիրիենկոյի հետ, որը գիտենք հայաստանյան հարցերով համակարգողն է։ Պատահական էր, որ Մոսկվայի այցից անմիջապես հետո տեղի ունեցավ ասուլիսը։ Ոչ, իհարկե պատահական չէր։ Ես ասում եմ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տալիս կամ ինչ-որ շրջաբերական է շրջանառվում իրենց մեջ, իրենց ուղարկում են այդ թեզերը, որի շուրջ պետք է դուրս գան խոսելու։ Մի ժամանակ եթե հետևեք, ես չգիտեմ այսօր ինչպիսի լրագրողների կազմ է ներկա ասուլիսին, որովհետև հրավիրվում էին հատուկ իրենց հարիր, իրենց հարմար լրագրողներն ու հեռուստատեսության այդ ներկայացուցիչները, որպեսզի կարողանային իրենց հարմար հարցեր տան, որպեսզի իրենք հարմար այդ հարցերին պատասխանեին եւ ասած է, այսպես ասած, ճիշտ մատուցեին ժողովրդին, այդ իսկ պատճառով գնաց, բոլորն էլ գիտեին, ինքն էլ երևի թե չի հերքել, չգիտեմ հաստատ հերքել է թե չի հերքել, հանդիպեց եւ եկավ ու տանում է այդ թեզերը, բայց այնքան հետաքրքիր է, որ բոլորս էլ արդեն տեսեք, ես նույնիսկ ասուլիսը չլսած գիտեմ ինչի մասին է խոսելու, ինչ է խոսելու։ Ենթադրելի է ու շատ կանխատեսելի են մեր ընդդիմությունը, ես միշտ ասել ու ասում եմ արդեն մաշվել են եւ նոր բան պետք է մտածեն, որ գոնե ինչ որ բանով փոխեն մարդկանց վերաբերմունքը դեպի իրենց, բայց կարծում եմ դա էլ արդեն անօգուտ։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև որոշակի հակասություններ կան կամ տարաձայնություններ կամ փորձում են նման իմիտացիա ստեղծել եւ անգամ ՀՅԴ-ն հայտարարել է, որ առանձին է գնալու ընտրություններին։ Այսօր Ռոբերտ Քոչարյանն էլ խոսեց այդ մասին, մասնավորապես նշեց, որ առաջին դեմքը ինքն է լինելու, որովհետեւ ինքը հասկացել է, որ ինքն է այն դեմքը, որ կարող է որոշակի զանգվածի կոնսոլիդացնել եւ նաեւ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չեք ուզում քաղաքականությունից դուրս գաք, որ այդ կերպ նաեւ քաղաքականությունից դուրս
Նեք Նիկոլ Փաշինյանին, ասաց, ձեզ թվում է հաճելի էր 2021 թվականին այդքան գնալ մարզեր, այդքան մարդկանց հետ հանդիպել, բայց ամեն դեպքում ինքը հասկացել է, որ ինքն է այն դեմքը, որ կարող է ընդդիմությանը մեծ ձայներ բերել։ Ինչ սարսափելի է, երբ որ տեսեք ձեր խոսքում նշեցիք, երբ որ մարդ ուզում է քվե ստանալ ժողովրդից, բայց իր համար դժվար է ժողովրդի հետ հանդիպում ունենալը, այսպես առաջին դեմքով նույնիսկ շփվել ժողովրդի հետ, բայց ես խորհուրդ կտայի ինքը շփվի ժողովրդի մեջ ու տեսնի ժողովրդի իր մասին ինչ է մտածում։ Ես կարծում եմ, որ ինքը ամեն դեպքում դա էլ չի անի, եթե անի էլ այնպիսի մարդկանց են հավաքելու, որոնք որ իր հետ քիչ թե շատ համաձայնություն ունեն, որովհետև ժողովրդի ինչքան ինքը մասնակցի ընտրություններին, այդքան փոխելու է ժողովրդի կարծիքը դեպի իրեն, դեպի վատը, որովհետև ժողովուրդը իր ժամանակ ապրել է ու այդ ժողովուրդը գուցե նոր սերունդի մոտ ինքը կարողանա, որը տպավորություն այսպես ուժեղ տղայի, ոնց որ ինքը միշտ ուզում է այդ իմիտացիան անել, բայց իրականում ուժեղ տղան միշտ թաքնված է եղել տարբեր մարդկանց ետևից, բանակցություններ վարել է տարբեր մարդկանց միջնորդությամբ, այսինքն չեմ հասկանում այստեղի ուժեղությունը, հա ուժեղությունը այն է, որ ավտորիտարիզմը Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակին էր իր կառավարման տարիներին։ Ամրցելի է ինքը այդ հարցը։ Այո, միանշանակ։ Եվ նաև Մոսկվա գնալուց առաջ հրապարակը մոտավորապես նման բան էր գրել, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի հասկանա, հստակեցնի 2026 թվականի անելիքները նաև ընտրական իմաստով։ Ինչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը այդ իմաստով մրցակիցներ են եւ օրինակ ճակերտավոր ասած Մոսկվայի դաբրոն Ռոբերտ Քոչարյանը ստացել է այսօրվա ասուլիսը ինչի մասին է խոսում։ Ես ասացի, որ ստացել է, բնականաբար եկել է եւ այդ գիծն է տանելու, ես տեսեք ասուլիսը չեմ, բայց վստահ եմ ինչ է քննարկելու, ինչ է խոսելու, ինչ հարցեր են իրեն հնչելու, ինչն է պատասխանելու, այսինքն փորձելու են նորից Մոսկվայի դերը բարձրացնել եւ Ռուսաստանի կարեւորությունը բարձրացնել, բայց բնականաբար այստեղ մի ուրիշ բան կա, Սամվել Կարապետյանն էլ է եկել այնտեղից ու բնականաբար ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանը ինքն է որոշել, որ պետքա գար ու քաղաքականություն մտներ, հետեւաբար այստեղ մրցակցությունը այն առումով, թե ով ավելի հավատարիմ կլինի եւ ում ավելի կվստահեն այստեղ քաղաքականության կուրս փոխել կամ ձայներ հավաքել, խորհրդարանում հայտնվել, բայց եթե հետագայում ես կարծում եմ, բայց հետագայում իրենք ամեն դեպքում միավորելու են իրենց ձայները, ՀՅԴ-ի առումով եւս վստահ եմ, որ էլի ինչքան էլ փորձեն իրանք ուզում են ուղղակի ՀՅԴ-ն էլ մտածում է ինքը իր ձայներն ունի, էլի հավաքի, էլի նորից Քոչարյանի հետ, Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, դրանք բոլորը նույն մարդիկ են, տարբեր դեմքերով, բայց նույն կողմից ուղղորդվող եւ նույն շահերը սպասարկող մարդիկ են, այսպես ասած, այնպես որ իրենք ինչքան էլ փորձեն առանձին Երևան, միևնույն է իրենք նույն մի մարմինն են։ Տիկին Ղազարյան, հիմա գանք ձեր իշխանության ուղղված մեղադրանքներին։ Նախ վարչապետն էլ իր խոսքում նշել է, որ համայնք գնում է, ում հետ շփվում է, բոլոր հարցերը մի կողմ թողած մարդիկ հարցնում են, ինչու բանտում չէ Ռոբերտ Քոչարյանը եւ կամ Սերժ Սարգսյանը։ Հիմա նաեւ Միեդի հայտնի արդեն վճիռը կա, որով ըստ էության ստացվում է, որ մարտի 1-ին տեղի ունեցածի համար մեղավոր է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թեև Սեյրան Օհանյանը լրագրողներից մեկի հարցին ասել էր, որ դա վերաբերվում է պետությանը, ոչ թե իրենց, բայց ամեն դեպքում սա նաև չի խոսում նրա մասին, որ այստեղ էլ գործը, այսպես ասած, տեղից չի շարժվում եւ պիտի ինչ-որ ձևով Միեդի վճիռը գոնե նպաստի դրա տեղից շարժվելուն, այսպես ասեմ, եւ չկան իրավական հիմքեր հենց իրավական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից դուրս դնելու առումով, որովհետեւ մի շարք վարույթներով է անցնում, մենք տեսնում ենք, որ բայց դրանք ըստ էության ոչ մի շոշափելի ամեն դեպքում պատկեր չկա։ Տեսեք, մենք ինչքան էլ իրավական համակարգի առումով փորձում ենք չխառնվել այդ գործընթացներին, ես չեմ ուզում մտնեմ եւ տեսնեմ, օրինակ փորձեմ եւ հասկանամ ինչ իրավական գործընթացներ կան ընդդեմ Քոչարյանի եւ այլն, բայց ակնհայտ է ու մենք երբեք դա չենք դարձրել, որ մեր ժողովուրդը մեզանից հենց պողպատե մանդատի ներքո պահանջը հենց դա էր, որ ինչի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր բանտում չեն, ես այս հարցս իրավապահ համակարգին գուցե ուղեմ հասկանալու համար, որպեսզի այդ գործընթացները եթե կան գործընթացներ, իսկապես տեսանելի լինեն ինչ-որ մի ժամանակ կամ գոնե ժողովուրդը այդ մասին տեղյակ լինի, որպես քաղաքականություն ներկայացնող մարդիկ իշխանություն այսօրվա մեզանից են պահանջում այդ հարցերի պատասխանը, բայց մենք էլ ունենք որդեգրած սկզբունք, որ դատաիրավական համակարգին բացարձակապես որևէ մեկը չի խառնվում եւ թողում ենք իր հունով այդ գործերը գնա։ Մենք գիտենք, որ միլիարդավոր ապօրինի գույքի բռնագանձման մասով
որով արդեն միլիարդավոր դրամներ վերադարձվել է պետբյուջե։ Մենք այդ հակակոռուպցիոն պայքարը սկսել ենք եւ այդ մասով էլ չենք խառնվում, գործերը իրենք ցունով գնում են, այդ սխեման շատ լավ է սկսել է աշխատել, անընդհատ նորություններ ունենում ենք, վարչապետն էլ է իր էջում տեղադրում, այսինքն այս ամեն ինչը մենք ինստիտուտներն ենք ստեղծում, որպեսզի անկախ այդ ինստիտուտները գործեն ու չլինի զանգով դատավարություններ, գործեր եւ մենք էլ դժվարությամբ, բայց ես ուզում եմ մեր քաղաքացիները հասկանան, որ առաջին հերթին հենց մեզ է դա օգուտ, եթե իրավական համակարգը նման իրոք հիմքերով գործ հարուցի, ոչ կեղծ հիմքերով կամ ինչ-որ բան, բնականաբար իսկական գործերի վրա, իսկական բաներ։ Տեսեք, մի էդի որոշումը կայացվեց, բայց ինչ ենք տեսնում։ Այնքան հետաքրքիր է, երբ դուք այդ հարցը ինձ տալիս եք, ես մտածում եմ, մենք երեք Մամիջանյանի հետ քննարկում ենք ունեցել, եւ Մամիջանյանը ժողովրդավարության մասին խոսելուց ասաց, երբ որ դուք հեղափոխություն եք իրականացնում եւ արունահեղություն տեղի չունեցավ, դա պետության շնորհքն էր, այսինքն իրենք ժողովրդավարությունը այնքան բարձր ժամանակ, այլ չեն ուզում այսպես խոստովանեն, որ չեն կարող այդքան մարդիկ, որ փողոց էին դուրս եկել եւ իրենց փոխում էին զուտ նրա համար ամենաառաջինը, որ ինչքան ուզել այնքան խփել են ու այսպես ասած ժողովրդի հետ շփում, կտրված ժողովրդից ապրելով վայելել են ժողովրդի բռնազավթված իշխանություն, դա չի խոստովանում, ասում եմ, որ բայց մյուս կողմից էլ ինչ ենք տեսնում, երբ որ մարտի 1-ի վերաբերյալ հարց ենք տալիս, դրանցից մասնակիցներից մեկին լրագրողը հարց է տալիս, Սեյրան Նոհանյան ասում է, պետությունն է մեղավոր այդ ժամանակվա եւ միևնել է այդպես վճիռ կայացրել, ինքը ասում է, չէ, պետությունը մենք չէինք, պետությունը ես չեմ, ինչպես խուսափեց, որ բնակարանը իրենը չի, իր ընկերոջն է, ինքը այդտեղ ապրում է, այսպես դա աշխարհի ամենաթույլ մարդու խորհրդանիշ է, երբ որ մարդ լինելով այդ ժամանակ այդքան բարձր պաշտոնների, բայց երբ որ իրեն մեղադրանք են հնչեցնում, խուսափում է խոստովանել իր մեղքի բաժինը, դա ու անընդհատ մեղքը բարթել այս կամ այն մարդու վրա շատ ամոթալի է իր տեսակետից իրականում։ Տիկին Ղազարյան, դուք ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բռնապետության իմաստով ամմրցելի էր տարածաշրջանում Հայաստանը, հիմա Միքայել Աջապահյանը հակառակ կարծիքին է, ասում է, որ ինքը արտահայտվել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, ընդ որում սուր քննադատել է, բայց ոչ մի իշխանության օրոք իրեն չեն ձերբակալել, առավել եւս չեն կալանավորել։ Համաձայն եք Միքայել Աջապահյանի։ Տեսեք, իրավական տեսանկյունից այլ հարցեր են այստեղ առաջացել։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, կարծիք արտահայտելը խոսք ասել ուրիշ բան է, գործողություն ձեռնարկելը ուրիշ բան է։ Ես չեմ ուզում էլի խորանալ այն իրավական գործընթացին, ուսումնասիրությունների նախաքննությանը, որ իրականացրել են, բայց ինչքանով որ գիտեմ, արաբաց գործողություն կար, ինչ որ իր օրագիրն էին գտել, որտեղ գործողությունների քայլեր կար, ուրիշ բան է, երբ որ դու կարծիքը հայտնում ես, ուղղակի դա կարծիք է այդ դեպքում, ուրիշ բան է, երբ որ դու արդեն ինչ որ պլանավորված կամ գործողություն ես իրականացնում կամ պլանավորում ես իրականացնել։ Ես կարծում եմ, մենք պետք է այդ փաստերը իրարից տարբերակենք։ Եվ քանի որ Գյումրիից խոսեցինք, Աջապահյանից խոսեցինք, տեսեք, Գյումրիի քաղաքապետը արդեն քանիցս հայտարարում է, որ Հայաստանը տեսնում է միութենական պետությունների կազմում, ընդ որում նաև ասում է, որ ովքեր դրա հետ համաձայն չեն, կներեք իր բառերով ասած թրքահապատակ շանվորթ են, իհարկե ավելի վատ բառեր է ասում, որոնք եթերային չեն եւ մեջբերել իմաստ չունի, բայց ամեն դեպքում սրանք վտանգավոր հայտարարություններ չեն, թե սրան պետք է նայել հումորով, ժպտալ, անցնել առաջ։ Իրավապահ համակարգ ամեն դեպքում։ Ես իրականում մտածում եմ, այսպես մի հատ ժողովրդական խոսք ասում է, իրեն գժի տեղ դրել բանկի հավերն աուտում, լրիվ բնորոշում է Վարդան Ղուկասյանին, որովհետեւ իրականում ինքը իրան գժի տեղ է դնում, անկեղծ ասած, կոնկրետ որևէ մեկը իրեն այս վերջում հրապարակից երկելուց նորմալ adekvat մարդու տպավորություն որևէ մեկը չի ստացել ամեն դեպքում, բայց ասում է այն ամեն ինչը, ինձ կարծում եմ այն բոլոր ուժերը, որ հարցազրույցի ժամանակ ես ներկայացրեցի, այդ բոլոր ուժերի հավաքական կերպարն է, որովհետև տեսեք, այսքան ժամանակ մենք բազմիցս ես, իմ գործընկերները, Գյումրու ավականու անդամները ասում են, լավ, ովքեր որ 4 ուժեր, որոնք որ բերեցին Վարդան Ղուկասյանին, սարքեցին համայնքապետ։ Փաստից փաստ է Վարդան Ղուկասյանը 50+ ձայն չի հավաքել, Վարդան Ղուկասյանը նույնիսկ ԿՊ-ի չափ ձայն չի հավաքել, բայց այսօր փաստացի ինքը մեր համայնքապետն է։ Այդ 4 ուժերը արդյոք համամիտ են այս կարծիքի հետ։
ոչ մի խոսք այս մասին չկա այդ 4 ուժերի կողմից։ Հետևաբար ինչ կարող ենք մենք պրոյեկտել, որ այո, այս մարդիկ համաձայն են Վարդան Ղուկասյանի արտահայտած այդ մտքի հետ, որևէ կերպ հերքում այսքան ժամանակ չենք տեսել էր արած արտահայտությունից հետո, հետևաբար ինչ են ուզում մեր պետությունից, մեր իշխանությունից, մեր անկախությունից այս բոլոր գործող ուժերը, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն եւ մյուսները, ՀՅԴ-ի դեպքում 004 շրջաբերականը բացահայտեց այդ ամեն ինչը, ու մինչև այսօր մենք խնդրում ենք, որ ժողովրդին էլ ցույց տան 004 շրջաբերական, այդպես էլ ցույց չեն տալիս, բայց ես մի բան կարող եմ ասեմ, Վարդան Ղուկասյանը ինքը մեր պետականության պղծողներից մեկն է։ Հիմա եթե Վարդան Ղուկասյանը եւ որոշ ուժեր, այդ թվում ՀՅԴ-ն, որի մասին դուք խոսեցիք, 004 շրջաբերականը չեն թաքցնում իրանց նկարտումների մասին, ըստ էության պարզ խոսում են, ինչ են պատկերացնում կամ Հայաստանը որ երկրից իրում են պատկերացնում, Սամվել Կարապետյանը կարծես թե այլ ռազմավարություն է ընտրել, խոստանում է տնտեսական աճ, գյուղատնտեսության զարգացում, վերջին հայտարարություններից մեկում ասում էր, որ Երևանը պիտի եւ ապրելու համար եւ գործարար միջավայրի համար շատ այսպես գեր ժամանակակից քաղաք դարձնի, Նայիրը Կարապետյանը մարզեր է հաճախում, հաճախ է լինում մարզերում, մարզերի բնակիչներին խոստանում է, որ պիտի 1000 մի գործարաններ բացվեն, այդ իմաստով ասում է, որ այո, սովետի օրինակը շատ նախանձելի էր, այսպես ասած, բայց ամեն դեպքում չեք կարծում, որ հասարակությունը, որը քիչ թե շատ սոցիալական խնդիրներ ունի, օրինակ մարզերում հատկապես եւ կամ աշխատանքի խնդիր ունի, կգնա եւ կընտրի Սամվել Կարապետյանին, որպեսզի 1000 մի գործարան ունենա իր մարզում։ Նախորդ հարցից սկսեմ գալ, հետո անդրադառնամ արդեն Սամվել եւ Նարեկ Կարապետյաններին, ուզում եմ հիշեցնել միութենական կազմ վազում են այն տղերքը, այն ուժեղ տղերքն են հիշենք էլի, որ երկրի անկախությունն են զոհաբերում, որ կարողանան իրենց իշխանություն պահեն կամ իրենց մի քիչ պահեն։ Այս այդ ուժեղ տղերքն են, հիշենք այս մասին եւ անցնենք Սամվել եւ Նարեկ Կարապետյաններին, անկեղծ ասած այդքան չքաղաքական մարդիկ ոնց որ Նարեկ Կարապետյանն է, լրիվ են որ հումորով սոցիալական կայքերում հոպարի գանձն է լրիվ, այնպիսի հայտարարություններ է անում։ Օրինակ վերջերս աչքովս ընկավ, որ համեմատություն է արել առանց մեթոդաբանության, ինքը Հայաստանի Հանրապետությունից առհասարակ տեղյակ չի, նախ ասեմ, հայտարարություն է արել, որ 2018 թվականից մինչև 2024 թվականը առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է։ Նույնիսկ տեղյակ չէ, որ մեթոդաբանությունը հիմա ոնց է հաշվարկվում ու նման հայտարարություն է անում մարդկանց մեջ, ցույց տալով, որ տեսեք Հայաստանում ինչա տեղի ունենում, ուզում եմ խորհուրդ տամ այդ քաղաքականություն մտնել ու քաղաքական խոսք ասելը, այդ իրանման այդ փապկասումներին բան չէ, էլի, հասու չի, հետո մեծ ուսումնասիրություններ է պահանջում, խոսքիդ համար պատասխանատվություն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին քեզանից լավ գիտի ոնց է հաշվարկվում այսօր նման դեպքերը, հանկարծամահություններն են ներառվել հաշվարկի մեջ, այդ իսկ պատճառով թիվը մեծացել է, բայց հանկարծամահություններն են, դե գիտեք, դա այնպիսի բան է, որ կառավարելի չէ իրականում եւ դա նորմալ է, որ մենք ներառել ենք այդ թվի մեջ եւ այդ թիվը այդ առումով է մեծացել, բազմիցս մենք խոսել ենք, այնքան չեն հետևել նույնիսկ ներքաղաքական կարգին, ելույթներին, մենք կառավարության այդ հարց ու պատասխանի ժամանակ, ես ինքս այդ հարցը մի ժամանակ տվել եմ, որպեսզի ժողովրդի համար պարզ լինի, դե բնականաբար ես գիտեմ, բայց երբեմն հարցեր կա ուղում ես օնլայն ուղիղ եթերով, որպեսզի ժողովուրդը հասկանա այդ թիվը ինչի հետ է կապնված։ Ինչև այս ցցուն օրինակ, որ առհասարակ ոչ բանից տեղյակ է։ Խոսում են երկրի ծաղկման, գործարանների բացը, Վարդանիկն էլ էր իդեպ խոսում, որ հեսա ներդրումներ են գալու Ռուսաստանից, մենք ցենց ուր է այդ ներդրումները ոչ մեկ դեռ չի տեսել։ Եկեք համեմատենք խոսույթների նմանությունը, խնդրում եմ։ Դրանից հետո գալիս է Նարեկը եւ որոշում։ Նայում ես հեծի վիճակը լացդ գալիս է այդ աշխատողները ինչ պայմաններում են։ Բայց այս սարքեիք հեծը գոնե ձեր աշխատողները նորմալ պայմանում աշխատեին։ Ուրախ դեմքով ասում է, հա, ասում է $10,000 ինձ տալիս էին, ես հետո փոխանցում եմ եսին որտեղ աշխատողները կոմպեկտներ է ստացել, ասենք, լուրջ եք ասում են, որ ախր թվերն ամեն ինչի մասին խոսում են, պարբերաբար ցույց են տալիս, պարոն Պետրոսյանը իր էջում անընդհատ թարմացված տեղեկություններ է, ու շատ լավ է, որ պարոն Պետրոսյանը այդ ամեն ինչը ժողովրդին ցույց է տալիս։ Ասենք ինչ եք գնացել գյուղերում, որ ինչ խոսեք, ինչի մասին եք խոսում, էլի։ Խոսում են 1000 մի գործարան բացառում։ Փաստերն ավելի խոսում են։ Մենակ վերջում ես ուշադրություն դարձրեք Գյումրիի հենց հեծի մասնաճյուղի, ասենք պոլերը, սանհանգույցները, ապշած է մնացել։ Այս դարում որևէ տեղ նման բան չես տեսնի, ոնց որ մենք տեսանք այդտեղ։
ու լրիվ արդարացված է, որ այսօր ժամանակավոր կառավարիչ ու գոնե որակ կփոխվի այդ աշխատողների համար էլ։ Լավ, քիչ չեն մարդիկ, որոնք հայտ են ներկայացնում մտնել քաղաքականություն, ինչ որ բան փոխել, օրինակ նույնը Արման Թաթոյանը, որ հայտ է ներկայացնում մտնել քաղաքականություն, խոստանում է բերել իրական խաղաղություն, վերջին շրջանում շատ ենք լսում իրական խաղաղություն եւ կամ Արման Թաթոյանը, որ կարող է նոր շունչ բերել, նոր շունչ հաղորդել։ Արման Թաթոյանը հնարավորություն ուներ աշխատելու եւ նոր շունչ եւ նորություն բերելու, բայց ինչպես տեսանք, մենք Արման Թաթոյանի աշխատանքն ենք տեսել, այնպես որ այս զուտ նախընտրական խոստումներ են։ Ես այդքան էլ ծանր ու լուրջ չէի վերաբերվի Արման Թաթոյանին, որովհետև իր աշխատանքն էլ է ժողովուրդը տեսել, մենք էլ ենք տեսել։ Տիկին Ղազարյան, ամեն դեպքում ինչու որ պահից ձեր եւ նախկին բոլոր ղեկավարների միջև խզում առաջացավ ձեր իշխանության եւ նախկինների միջև, որովհետև մենք տեսնում ենք լրիվ այլ բան են հայտարարում, նախկին 3 ղեկավարները լրիվ այլ բանի մասին եք խոսում։ Դուք ինչու է այդ խզումը առաջացել եւ ինչու են նաեւ նախկին շատ թեկուս պետական պաշտոնյաներ, падգամավորներ, այսպես շատ բացասական տրամադրված հենց ձեր ուժի հանդեպ։ Խզում ասելը ոնց որ նույն բանը ասենք ինչի եղավ հեղափոխություն 2018 թվականին, որովհետև ժողովուրդն արդեն հոգնեց։ Ես ասում եմ, մենք իզուր չէ որ ժողովրդի անունից ենք խոսում, որովհետև այն բոլոր ծրագրերը, որ մենք իրականացնում ենք, բացառապես ժողովրդի մասնակցությամբ ենք իրականացնում։ Այն բոլոր ռազմավարությունները, այն բոլոր ծրագրերը, տեսեք մենք համաժողովին մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընդունեցինք մեր կուսակցության ծրագիրը, հռչակեցինք 4-րդ հանրապետությունը որպես ռազմավարական անելիք, մենք 2021 թվականի ընտրություններին մասնակցեցինք խաղաղության օրակարգով եւ արեցինք ամեն ինչ որպեսզի խաղաղությունը լիներ։ Ուզում եմ հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ 2021 թվականին ինչպիսի խաղաղության գինը ինչ արժեր մեր համար։ Մենք հիմա ապրում ենք խաղաղ պայմաններում եւ դա իհապես այդպես չենք զգում, հələ մի բան էլ շատ լավ հանգրվանի ենք հասել, բայց միևնույն ժամանակ զգուշավորություն ու խնամք ենք ուզում ցուցաբերել այդ խաղաղության ստորագրված համաձայնագրի սահմանազատման, սահմանագծման գործընթաց կանոնակարգի վերաբերյալ։ Այս ամեն ինչի համար մենք, այսպես ասած, օր ու գիշեր աշխատանք ու դիվանագիտական մեծ ջանքեր է պահանջվել։ Քանի որ խոսեցիք 4-րդ հանրապետության եւ նաեւ իրական Հայաստանի գաղափարական խոսության մասին, որը արդեն միս ու այրոն է ստացել, այսպես ասած, թղթին է հանձնվել։ Տեսեք, այստեղ էլ քննադատությունները այնքան շատ են, ախր ձեր ընդդիմախոսներն ասում են, որ 4-րդ հանրապետությունը նրա մասին է, որ 3-րդ հանրապետությունը դուք տապալել եք ըստ էության, ձախողել եք, պատերազմ եք բերել, ինչպես իրենք են ասում, եւ հիմա 4-րդ հանրապետությունով ուզում եք մաքրել ձեզ, ձեր անունը պատմության մեջ, իսկ ինչ վերաբերում է իրական Հայաստանին, այստեղ հակադրությունները շատ ավելի խիստ են եւ սուր, այ ասում են, որ սրանով դուք ստիպում եք մեզ մոռանալ պատմականի մասին, մոռանալ Մուշի, Վանի, Արարատ-Լեռան մասին եւ այսպես շարունակ։ Մենք ինչ բազմիցս խոսել ենք այս մասին, իրական Հայաստանի մասով անդրադառնամ, իրական Հայաստանը բացարձակապես չի պարտադրում, որպեսզի դու մոռանաս քո ինքնությունը, քո պատմական անցյալը, քո այսպես ասած պատմական հայրենիքը, պատմությունը, մի խոսքով ամեն ինչ։ Ոչինչ պետք չի մոռանալ։ Ուղղակի պետք է սկսել հոգ տանել այն ինչ դու ունես։ Այսինքն հայացքը մեր պետք է ուղենք դեպի մեր ներսը, մեր Հայաստանի Հանրապետությունը, մեր քաղաքը, մեր գյուղը, մեր տունը, մեր բակը, մեր համայնքը, սա է մեր տրամաբանությունը իրական Հայաստանի տակ դրված ու դա էլ է եկել մեր ժողովրդի պահանջից։ Ես օրինակով ասեմ, ցանկացած համայնք, որ գնում էինք 2021 թվականին, բոլորին առաջին հարցը խաղաղության հարցերն էր։ Հիմա որ գնում ես, արդեն մարդիկ խոսում են իրանց համայնքից, իրանց ջրագծից, իրանց ճանապարհից, իրանց անկեղծ եմ ասում, լինում են քաղաքական հարցեր, բայց համեմատության մեջ 80%-ը վերաբերելի է ինչը ինձ շատ է ուրախացնում։ Ուրեմն մարդիկ արդեն սկսել են խաղաղության պայմաններում սկսել ապրել։ Իսկ սա նորություն է մեր համար, մեր միջավայրի համար, անհատի հասարակության պետության համար նոր ուղեցիր է, որովհետև 30 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը ապրել է հակամարտության տրամաբանության մեջ, անընդհատ պատերազմի վախը, այսպես գլխին կախված, այսպես ասած։ Նոր դարաշրջանը
4-րդ հանրապետությունը բացառապես խաղաղության մասին է, ու մենք պետք է սովորենք ապրել այդ խաղաղության պայմաններում։ Դա նոր միջավայր է, պետական ծրագրերը եւ ամեն ինչը անհատը պետք է սովորի արդեն ներդրումներ անելու, հետագա ծրագրեր ապագան ձևավորի հենց խաղաղության պայմաններում։ Սա է 4-րդ հանրապետության ու 3-րդ հանրապետության տարբերությունը։ Բացարձակապես դա մերժել չի, բայց դա շարունակությունն է։ Տեսեք, մենք այդ հայտարարությունը 4-րդ հանրապետության հռչակման որ ընդունեցինք, դրա մասին էր, որ մենք շարունակելու ենք էլի հակակոռուպցիոն մեր քաղաքականությունը, մենք շարունակելու ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, մենք շարունակելու ենք այն բոլոր կետերը, որ ներառված է հռչակագրի մեջ, բացառապես այն գործընթացները, որոնք արդեն կան Հայաստանի Հանրապետությունում, բայց արդեն օգոստոսի 8-ից հետո նաև թղթի վրա խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ մենք նոր քայլ արեցինք դեպի ավելի այսպես հաստատված խաղաղություն, որը իրականում էլի խնամք է պահանջում։ Տիկին Ղազարյան վարչապետը նաև տևական ժամանակ է խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին։ Գիտեք, այստեղ էլ դիրքավորումը եւ թիրախավորումը ինչպես է ընդդիմության կողմից, նույն խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ այս սահմանադրական հանրաքվեն բացառապես Ադրբեջանի պահանջն է եւ իրենք ամեն ինչ անելու են, որ հայ հասարակությունը Ադրբեջանի պահանջով սահմանադրական հանրաքվեին նախ գնա եւ ոչ ասի։ Կուզենամ հասկանամ ռիսկերը գնահատել եք, արդյոք ինչ վտանգներ ունի իր մեջ սահմանադրական հանրաքվեն տապալելու առումով եւ ոչ միայն այն տեսանկյունից, թե Ադրբեջանը ինչպես դա կարող է մեր դեմ օգտագործել, այլ նաեւ մեր երկրի տեսանկյունից ինչ վտանգներ ունի սահմանադրական հանրաքվեն տապալելը։ Դա ուր կարող է տանել մեզ։ Տեսեք, սահմանադրական հանրաքվեն տապալելու վերաբերյալ ինչու ես ծանր այսպես մտավախություններ չունեմ, մի պարզ պատճառով, որ մենք չենք շտապում սահմանադրական այսպես ասած բարեփոխումները օր առաջ իրականացնել։ Իհարկե, ընդդիմությունը անընդհատ հետևում է, չգիտես ինչու, Ալիևի խոսքին, հարևան երկրների խոսքերին, իմիտացիա է ստեղծում Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ, որ դա այդ տեսեք, բայց իրականում մենք մի հատ պետքա մեզ նայենք, էլի, տեսնենք արդյոք մեր սահմանադրությունը հիմա համապատասխանում է այն իրականության մեջ, որտեղ որ մենք ենք ապրում։ Բնականաբար մենք վաղուց ենք սահմանադրական բարեփոխումներ սկսել, բայց նոր սահմանադրության մասին մենք սկսեցինք խոսել նաև այս խաղաղության գործընթացի հետ զուգահեռ։ Նոր սահմանադրության վերաբերյալ չեմ վախենում, որ տապալվի հանրաքվեն, ինչու, որովհետև տեսեք, շատ հանգիստ, մենք նույնիսկ չենք շտապել, որ դա լինի ընտրություններից առաջ եւ այլն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լիարժեք տիրապետի սահմանադրությամբ ամրագրված բոլոր կետերին։ Մինչ այս սահմանադրությունները, ինչպես բոլոր ընտրությունները, հանրաքվեները ոչ լեգիտիմ ճանապարհ, այսինքն ոչ մեկ չի գնացել քվեարկել, որևէ կապ օրգանական չունի սահմանադրության հետ, այս նոր սահմանադրությունը, որը որ բնականաբար նոր հայացակարգ է ունենալու, նոր մոտեցումներ է ունենալու, այսինքն փոփոխություններ ոնց չէ կլինեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է դա լավ մարսի, պետք է լավ ծանոթանա եւ ինքը սահմանադրության հանրաքվեին մասնակցելու տա իր այսպես կնքի պայմանագիր պետության եւ իր միջև հետագա իրենց կյանքը ձևավորելու իրավական երկրում ապրելու համար։ Ու դրա համար ես չունեմ մտահոգություն, որովհետեւ շատ դանդաղ, սիրուն քայլերով մենք մոտենալու ենք սահմանադրական հանրաքվեին։ Եվ վերջին հարցս փորձեմ ամփոփել, Տիկին Ղազարյան շատ է խոսվում այն մասին, որ ամեն դեպքում ընդդիմադիր դաշտը չի ձևավորվում եւ կամ առողջ ընդդիմություն ասվածը անգամ ընդդիմադիր ուժեր կան, որ էլի մեղադրում են ձեզ քաղաքացիական պայմանագրին, ասում են, որ քանի որ նախկինները միջև հիմա դաշտում են եւ չեն հեռացվում, ընդդիմադիր դաշտը չի կայանում, նախ կուզենամ այս մեղադրանքներին արձագանքեք եւ նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ինչով են կարեւոր Հայաստանի Հանրապետության համար։ Ես ներողություն շտապում եմ պատասխանել։ Խորհրդարանական ընտրությունները այն ամենալավ արդարադատության միջոցն է, որ պետք է տեղի ունենան Հայաստանի Հանրապետությունում ու տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, 21 թվականին կար ճգնաժամ, վարչապետը իշխանությունը փոխանցեց ժողովրդին, ասաց ժողովուրդ դուք եք իշխանությունը եւ դուք ընտրեք այն իշխանությունը, որը կշարունակի պայքարելը ձեզ համար, պետության համար, իշահ պետությանը եւ ժողովուրդը իր ձայնը փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ այդ ծանր պահին կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ այսօր մենք հասանք խաղաղության հանգրվանին։ Եվ ես կարծում եմ, որ այս դեպքում էլ ամենաճիշտ դատավորը լինելու է մեր ժողովուրդը, որ ինքն է որոշելու արդյոք ովքեր կլինեն խորհրդարանում, ովքեր կզբաղվեն իր հարցերով եւ ովքեր են իրապես գործում իշահ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ, կհանդիպենք։